Խոշտանգումների կանխարգելումը պետության առաջնային պարտավորություններից է, իսկ տուժած անձանց իրավունքների վերականգնումն ու արդյունավետ աջակցությունը պահանջում են հետևողական եւ համակարգված աշխատանք։ Հենց այս առանցքային ուղերձներով էլ մեկնարկեց խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված քննարկումը։ Խոշտանգող ամբաստանյալը որոշակի պայմանների պարագայում կարող է օգտվել անվճար իրավաբանական օգնությունից, իսկ խոշտանգված տուժողի մասով մենք նման լուծումներ չունենք։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն արձանագրեց, որ թեև վերջին տարիներին ոլորտում իրականացվել են մի շարք բարեփոխումներ, խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի կանխարգելման, նաեւ տուժածների արդյունավետ պաշտպանության ուղղությամբ դեռևս առկա են լուծում պահանջող խնդիրներ։ Շատ կարևոր է, որպեսզի կանխարգելման մեխանիզմները ակտիվ գործեն, թե մարդու իրավունքների պաշտպանը որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, թե դիտորդական տարբեր խմբերը, սա չափազանց կարևոր նշանակություն ունի։ Երկրորդը անընդհատ ենք սրա վերաբերյալ խոսում, կարևոր է, որպեսզի ազատությունից զրկման վայրերում պարտադիր ներդրված լինեն տեսախցիկների անընդհատ գործող եւ ձայնագրող համակարգեր։ Սա շատ կարևոր նշանակություն կարող է ունենալ դեպքերի կանխարգելման առումով։ Ըստ Մանասյանի, առանց արդյունավետ քննության, պատասխանատվության անխուսափելիության եւ տուժածների նկատմամբ համալիր աջակցության հնարավոր չէ խոսել մարդու իրավունքների լիարժեք պաշտպանության մասին։ Ես շատ կկարևորեմ, որպեսզի ձևավորվի նաեւ խոշտանգումների զոհերի աջակցության կամ կենտրոն, կամ ցանկացած այլ անվանումով ինստիտուցիոնալ մի մեխանիզմ, որտեղ ավելի կենտրոնացված եղանակով խոշտանգումների զոհերը կկարողանան աջակցություն ստանալ, ընդ որում խոսքը կարող է վերաբերել նաեւ նրանց ընտանիքների անդամների աջակցությանը։ Քննարկման ընթացքում ուշադրության կենտրոնում էին նաեւ խոշտանգումների զոհերի վերականգնման մեխանիզմները։ Նշվեց, որ աջակցությունը չպետք է սահմանափակվի միայն իրավական գործընթացներով։ Տուժածները հաճախ են ունենում նաեւ հոգեբանական, սոցիալական եւ առողջապահական աջակցության կարիք եւ այդ ծառայությունները պետք է լինեն հասանելի եւ փոխկապակցված։ Այս ուղղությամբ Արդարադատության նախարարությունը մշակել է օրենսդրական նախաձեռնություն։ Արդեն իսկ պետության կողմից ֆինանսավորման միջոցով պիտի ծառայությունը հոգեբանական աջակցության տրամադրման ծառայությունը արտապատվիրակվի համապատասխան մասնագիտացում ունեցող կազմակերպությունների։ Միջազգային գործընկերներն իրենց հերթին ներկայացրին միջազգային փորձն ու չափանիշները, ընդգծելով, որ խոշտանգումների կանխարգելումը հնարավոր է միայն անկախ վերահսկողության, թափանցիկության եւ մարդու իրավունքների նկատմամբ հետեւողական վերաբերմունքի պայմաններում։ Կարծում եմ, որ մենք էլ ավելի շատ կազմակերպություններ եւ ոլորտներ պիտի ներգրավենք այս խնդրի մեջ, որպեսզի կարողանանք առաջին հերթին մշակույթը փոխել, որպեսզի կարողանանք մարդկանց նախ իրազեկել այն հետևանքների մասին, որոնք կարող են լինել խնդիր թաքցնելու դեպքում։ Եթե մենք սահմանային փուլում սկսենք խնդիրները քննարկել եւ լուծել, ապա մենք լուրջ հետևանքներ կկարողանանք կանխարգելել։ Մասնագետները խոսեցին նաեւ իրավապահ համակարգում մարդու իրավունքների մշակույթի ամրապնդման, մասնագիտական վերապատրաստումների եւ հանրային իրազեկվածության բարձրացման կարեւորության մասին։ Ահազանգերի թիվն ավելացել է այն պատճառով, որ մարդիկ տեսնում են, որ որոշակի առումով դա նշանակություն է ունենում, քանի որ սկսում է գործի քննություն հարցի հետ կապված, կամ տեսնում են նաեւ, որ օրինակ կանխարգելման ազգային մեխանիզմը մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը շատ արագ արձագանքում է հարցերին։ Նրանց համոզմամբ խոշտանգումների նկատմամբ զրոյական հանդուրժողականությունը պետք է արտահայտվի ոչ միայն օրենսդրական նորմերով, այլև գործնականում յուրաքանչյուր դեպքի արդյունավետ քննությամբ եւ յուրաքանչյուր տուժածի իրավունքների լիարժեք պաշտպանությամբ։ Արդեն մի քանի տարի է, ինչ վավերացվել է խոշտանգումների արգելման վերաբերյալ կոնվենցիան, որի համաձայն խոշտանգում արգելվում է ցանկացած պարագայում եւ որևէ հանգամանքով չի կարող արդարացվել։ Խոշտանգման յուրաքանչյուր դեպք պետք է ենթարկվի լիարժեք, անկախ եւ արդյունավետ քննության, ինչը ի դեպ պետական մարմինների պարտականությունն է։ Այդ նպատակով բազմաթիվ երկրներ ներդրել են տարբեր մեխանիզմներ եւ գործիքներ խոշտանգումների կանխարգելումը ապահովելու համար։ Հայաստանում խոշտանգումներից պաշտպանության մեխանիզմների ստեղծումը ու կիրառումը միջազգային փորձագետների կողմից արժանացել են դրական գնահատականի։ Մենք ուրախ ենք, որ այս կարևոր ոլորտում կարող ենք աջակցել Հայաստանին։ Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ այդ խնդիրը միայն իրավական չէ, այն մարդու արժանապատվության, արդարության եւ պետության պատասխանատվության մասին է։ Իսկ այդ պատասխանատվությունը պահանջում է ոչ միայն արձագանք արդեն տեղի ունեցած դեպքերին, այլև կանխարգելիչ այնպիսի մեխանիզմների ձևավորում, որոնք թույլ կտան բացառել նման երևույթների կրկնությունը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։